նախատեսումներ ունեք, ինչ կարող է տեղի ունենալ, հաշվի առնելով, որ այստեղ են գալիս արդեն կարծեմ կարգալույս եղած սրբազաններ եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ են, իշխանականներ են այստեղ։ Ժողովրդին տեսնելով տեսնում ենք մեր բարեպաշտ հավատացյալ ժողովուրդը, նաև ուխտապահ եկեղեցականությունը համախմբվում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Վեհափառ Հայրապետի կողքին։ Իսկ տիրադավ ուխտադրուժ եպիսկոպոսները իրենք նախկինում էլ իրենց շուտ մարդիկ չեն ունեցել եւ այսօր էլ չեն կարող երբևիցե մարդկանց քանակ ապահովել։ Իրենց մաքսիմում քանակը, որ երբևիցե կարող էին հավախմբեին, դա Օհանավանում հավաքած մարդկանց քանակներ, որին հավաքվողներին տեսել ենք, գիտենք նաև ինչ վարչական ռեսուրսներով էին իրենց հավաքել եւ այսօր էլ չեն կարող այդ տիրադավ եպիսկոպոսների շուրջ մարդիկ համախմբվել։ Մարդիկ շատերը նաև ժողովրդից ժամանակին եկեղեցուց հիասթափվում էին հենց այս տիրադավ եպիսկոպոսների վարքի, բախի, կենցաղի պատճառով։ Այդ դեպքում Վեհափառ Հայրապետը ինչու գործում քայլեր չէր ձեռնարկում այդ տիրադավ ձեր ասած տիրադար եպիսկոպոսներին հեռացնելու կամ կարգապահական որևէ միջոց կիրառելու ուղղությամբ։ Վեհափառ Հայրապետը բնականաբար բազմաթիվ միջոցներ կիրառել է, նաև նկատողություններ է արել, հավանաբար նաև առանձին զրույցներ է ունեցել, բայց իրենք միշտ էլ բազմաերես են եղել եւ այսօր էլ տեսնում ենք իրենց այդ երեսներից մեկը, որ ասենք տիրադավ կերպով համախմբվել են հակաեկեղեցական այս օրակարգի շուրջ եւ վստահ ենք, որ Աստծո ողորմածությամբ մեր եկեղեցին այս փուլն էլ կհաղթարի, տեսնում ենք մեր բարեպաշտ ժողովրդին, ուխտապահ հավատացյալ ժողովրդին եւ հոգեվոր դասին համախմբված Վեհափառի շուրջ իրենց աջակցությունը Վեհափառին հայտնելու եւ հիմա էլ որ քայլում էի, տեսնում էի հիմնականում այն մարդիկ են, որոնք եկել են իրենց աջակցությունը ցույց տալու Վեհափառին։ Իսկ նրանք չեն հաջողի կարծում եք։ Նրանք արդեն իսկ ձախողել են եւ երբևիցե նրանք չեն հաջողել։ Բայց այս չափ ոստիկաններով որ կուտակել են Այստեղ ամենամեծ քանակը եւ ամենամեծ հաղթաթուղթը, որ իրենք ունեն, այդ ոստիկանական ուժերն են։ Կարելի ասել վերջին 6-7 տարիների ընթացքի մեր հանրապետության, ասենք, հիմնական ձեռքբերումը այս ոստիկանական ուժերն են, որ իշխանությունները, քանի որ միշտ ներքին վախ են ունեցել իրենց աթոռը կորցնելու, արտաքին թշնամու դեմ պայքարելու, ես կուզեի, որ այս ոստիկանների փոխարեն ունենայինք օրինակ զինվորականներ այսքան, եթե պետությունը վերջի տարիներին ինչքան ոստիկաններ է պատրաստել եւ ինչ ներդրումներ է արել ոստիկանության էս տարբեր համակարգեր, ստորաբաժանումներ ստեղծելու գործում, այսքան ներդրում աներ բանակի վրա եւ բանակում այսպիսի բարեփոխումներ աներ, կարծում եմ ինքը այսքան վախեցած չէր լինի Ալիևից, Էրդողանից, Փաշազադեից եւ նրանց օրակարգով չէր առաջնորդվի։ Այսպես ասեմ, մարտի 1-ի հիմնական սադրիչի բարձր պաշտոն ունենալը նկատի ունենալով չի բացառվում, որ տարբեր քաղաքացիական հագուստով մարդիկ նաև սադրանքների դիմեն եւ հոգեվորականների ու ժողովրդի նկատմամբ եւ ինչու՞ չէ նաև ոստիկանների նկատմամբ։ Ես էլ նվամտավախություն ունեմ, որ կարող են քաղաքացիական հագուստով սադրիչներ բախում հրահարեն եւ ոստիկանների նկատմամբ ասենք իրենք վերաբերմունք ցույց տան սադրիչ նաև հոգեվորականների եւ քաղաքացիների նկատմամբ։ Վստահ ենք հոգեվորականները, մեր հավատացյալ ժողովուրդը եւ ոստիկանությունը աչալուրջ կլինեն եւ նման սադրիչները հաղթանակ չեն կարող ունենալ, հաջողություն չեն ունենա։